Լուսահոգի Վահանը տիպ էր, հա, տենց դա ինքը շատ էր այդ անկեր եղել, ոչ միայն ընկեր Վահան, այլ Վահան ընկեր, այսպես ասած, եւ ամեն մեկին թվացել է, որ ինքը հատուկ մոտիկություն ունի Վահանի հետ։ Հատկապես ոչ դաշնակցական շրջապատում, Վահանին ներվում էր այն իր ամեն ինչի մեջ, իր խոսքի ցինիկության, երբեմն 18+-ի մեջ եւ այլն, ինչը ոչ մեկին չէր կարող ներվել։ Վահանը այդքան կար, հասկանում ես, ինքը այնքան կար, որ այդքանով հանդերձ իրան որոշակի լուֆտ էր տված անձնական բոլորի կողմից։ Վահան այն մարդկանցից ազգային ժողովում եղել, հենց ազգային ժողովումից ես սովորել եմ։ Ես 3 մարդուց եմ սովորել ԱԺ դեպուտատ լինելը։ Դա Լուսահոգի Գալուստ Գրիգորիչն է, դա Տիգրան Թորոսյանն է եւ Վահան Հովհաննիսյանն է։ Ես այդ 3 մարդուց սովորել եմ դեպուտատ աշխատել, ոնց են լինում հասարակական գործիչ, ոնց են պահում թիմի շահերը, ոնց են հռետորաբանություն անում, ոնց են թուղթ ու գրիչով աշխատում նաև դրսի հետ, հա, Տիգրան Թորոսյանի բլոկ, այսինքն ես այդ 3 մարդուց եմ հիմնականում սովորել, ինքը չէր հասկանում, որ ինքն սովորացնում է, բայց ես իրանից սովորում եմ, պլյուս ինքն էլ ես էլ համաստեղությամբ առույցներ ենք, տենց կար մեջներս որոշակի նմանություն, իսկ վերջի հանդիպումը մեր, ես Գերմանիայում այցով էի որպես նախարար, ինքը դեսպան էր, իրեն նախապես ասել էի, վատ առողջ էր, ասի չգաս դու, ես չունեմ, զբաղվի քո առողջությամբ, մի արի այդ պաշտոնական բաներին, ես կգամ քեզ մի պակը տեսնեմ, պրոստը տեսնելու համար, դեսպանատանն էինք, դուռը բացվեց, կաներս այս արտահայտության համար, Վահանին ներս բերեցին, ինքը արդեն թույլ էր շատ, ես հատանց դուռը բացվեց, ոնց որ ֆորմացի տանեմ, ո՞ա տեսա ինքն է, դժվար ճանաչել էր շատ, աչքերս լցվեցին, ֆառացի յանım չջոգի, ֆառացի պատուանի մոտ մի հատ դզեմ ինձ, ասաց Արա, ֆռա ես եմ, ֆռա վրես նայի, ես այլևս այսպիսին եմ, տենց է, տենց իր բնորոշ քաղցր բանի մեջ, տենց գրկվեցինք բան այդ, ասելուս Իվան, դու իրավունք չունես մեռնելու, ասաց խի արա, ասի որովհետև դու խոստացել ես ազգային ժողովի ամբիոնից, ինձ ու Հրայր Թովմասյանին դալաններում ծեծել, միջև մեզ չծեծես, դու իրավունք չունես մեռնելու, ասաց լսի, քեզ չէ դու լավ տղա ես, բայց այն Հրայրին հաստատ ծեծել։ Հետո զրույցից բանից հետո նստացրեցինք իրան մեքենայի մեջ, գնացինք ու տենց այդ վերջին անգամ էր, որ ես իրեն տեսել եմ։